Ողջույն ձեզի սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզի Մզյարայի ողորմությանց Աստվածամայր վանքեն Սեյդ Մարահեմ Այս վանքը սքանչելի վանք մնե նախ ասեմ որ Մզյարան Զղարտայի Լիբանանի գեղեցիկ շրջանները մեկն է սքանչելի բնություն ունի կտեսնեք հավասիկ ստոբարի ծառերը արմավենի ծառերը Եվ ասեմ սիրելներ, որ այս վանքը Աստվածամոր նվիրված, Աստվածամոր ողորմությանց նվիրված վանք է, Ձեր կյանքերն ալ ծաղկի պես սքանչելի լան, բազում արձաններով Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությունն է, որ կպատմվի այստեղ Անձնական հավատացյալի բնախացերությամբ է, որ այս վանքը կառուցված է, բայց Լիբանանի մեջ անոնք, որոնք ուխտի գուզենքալ, սքանչելի վանք մնե այս վանքը։ Կտեսնեք այստեղ ավետման պատկերն է, Գաբրիել հրեշտակապետը, երբ Աստվածամոր երևցավ, ավետիս տվավ անոր եւ ասավ. Ողջույն քեզի, շնորհալի գույս, Տերը քեզի հետ է Դերը հաջեցավ, որ թուն իրեն հարսը լաս, բիդի հղանաս Սուրբ Հոգիեն և Աստուծո որդին բիդի ծնիս և անոր անունը Հիսուս բիդի տնես, որ Փարսիալին որդին բիդի ըլլա։ Եվ Աստվածամայրը խոնարհեցավ Աստուծո կամքին դիմաց և ասավ, որ ես Տիրոջ աղախինն եմ, ինչպես որ գուզե, այդպես թող ըլլա։ Անցյալին սիրելներ հղանալ նշանված եղած ժամանակ կամ գույս եղած ժամանակ հрьяաները գքարգոծեին, գսպանեին, բայց Աստվածամայրը վստահեցավ Աստուծո եւ իր սրբությամբ գրծավ օրհնություն դառնալ ամբողջ մարդկության։ Աստվածամայրը եղավ այն գինը, որ օծին գլուխը ջզմեց, ինչպես Աստված ասած էր, որ օծին թադաբարտածադենը, օծը թադաբարտածադենը, որ քու եւ գնոջ միջև թշնամություն գտնեմ, քու եւ անոր սերունդին միջև հագարակություն գտնեմ, անոր սերունդը գլուխը պիտի ջզմե եւ թուն անոր քարշաբարը պիտի խայտես եւ Հիսուսն էր Աստվածամոր սերունդը։ Սիրելներ, այս ուրեմն սրբադեղին Աստվածամոր ողորմությանց Աստվածամայր այս սրբադեղին գառուցվեցավ Մարսել Ռամես Շաղուրի անունով հավատացյալին գոմե, ինչպես ասի անձնական նախաձեռնություն էր 1992 թվականին սեպտեմբերի 6-ին երկու կողմերը նախ գտնվին հրեշտակները Գաբրիել եւ Միքայել հրեշտակապետը, որ պաշտպանն է Աստուծո ժողովրդին եւ ահա գսկսինք սիրելիներ սքանչելի կերպով Հիսուսի կյանքի պատմությունը տեսակ արդեն ավետման պատկերը այստեղը հավասիկ Քրիստոսի սուրբ ծննդյան սքանչելի պատկերն է ներսը քարայրի մեջ Աստվածամայրը Մանուկ Հիսուսը, Հայր Հովսեփը, հովիվները իրենց ոչխարներով եկան, որովհետև երբ որ հովիվները գհսկեին քիշերով, հրեշտակը եկավ Գաբրիել հրեշտակապետը եւ ավետիս տվավ անոնցելով, որ ցեզի մեծ ավետիս կուտամ, ահա գույսը հղացած զավակ ծնավ, անիգա Փարսիալին որդին է Քացեք մսուրի մեջ պիտի տեսնեք խանցարով պատված մանուկը եւ հովիվներ եկան ու հրեշտակներ երկինքեն փառքի բարձունս երկեցին ապա մոքերնալ սիրելներ դարիմը յետք եկան արևելքեն եւ երգրբակեցին Քրիստոսի հագդեսնեք մոքերը իսկ դեպը գտեսնեք ցուլմը եւ իշուգը ոչ միայն ախորը էսելով է, որ ադոն կան սիրելներ, այլ որովհետև Եսայի մարգարեի մեջ խոսք մը գա, որ գսվի, որ եզը
իր դերը կճանչնա, էշը իր ախորը կճանչնա, բայց իմը ստեղծած ժողովուրդը զիս չի ճանչնար։ Ահա ցուլը, եզը կամ ուրեմն ցուլը եւ էշը իրենց նորածին դերը կճանչնան, Հիսուս Քրիստոսը կճանչնան, բայց հրյա ժողովուրդը չճանցավ Հիսուսը։ Այստեղ Հիսուսի մգրդության խորհրդանիշ արձանն է, Հովանես Մգրդիչ գմգրդե Հիսուսը ինչպես գիտեք խորհրդանանքերի մեջ Հիսուսը մգրդվեցավ Հովանես Մգրդիչեն, հակառակ որ Հովանես Մգրդիչով դեր ես քեզ պետք է մգրդեմ, դու ինձ պետք է մգրդես, ոչ թե ես Հիսուսով ինչպես որ դերը գուզե Աստված դասավորած է այդպես թողալա։ Երկու կողմերը սիրելներ պիտի տեսնենք հիմա առաքյալներու արձանները, ասիկա Մադաթյա առաքյալն է, որ բանի դերը հութայի դերը ընդրվեցավ, Հակոբոս Զեփետյան Ուտան եւ որ ինքզին կախեց, առաքյալները վերջը Հիսուսի երկին կամփարնալեն վերջ վիճակ ցկեցին եւ Մադաթյան ընտրեցին։ Անդրեաս առաքյալն է, որ X խաչի վրա խաչվեցավ Պետրոս առաքյալի եղբայրը։ Այստեղ Թաթիոս առաքյալն է, որ Գեղարդը հայոց աշխարհը բերավ եւ Հայաստանի մեջ նահատակվեցավ։ Կտեսնեք արդեն սիրելիներ ամբողջ Սիթենի ծառերով։ Ֆիլիպոսն է, որ կգարտանք Հովանու ավետարան 14-րդ գլխի մեջ Հիսուսի ասավ դեր մեզի հայրը ցույց տուր գփավե եւ ասավ Հիսուս Ֆիլիպոս այսքան ժամանակ ցեզ հետ եմ եւ չջանցար զիս որովհետեւ ով որ զիս տեսավ հայրը տեսած եղավ Սիմեոն գանանացիներ ըստ ավանդության Հիսուս իր հարսանիքին էր որ մարսակցեցավ եւ ճուրը քինի վերածեց ինքը սողոցվեցավ իր սողոցվելով նահատակվեցավ ադորամար ցերկը սողոց կա այստեղ սիրելիներ հաջորդը Բարտողոմեոս առաքյալն է որ Աստվածամոր պատկեր Հայաստան աշխարհ բերավ եւ Հայաստանի մեջ ալ նահատակվեցավ ադորամար մեր եկեղեցին առաքելական եկեղեցին Թաթիոս եւ Բարտողոմեոս առաքյալներու հավատամ ուրեմն արակ դարած ծառայությամբ է որ քրիստոնյա դարձավ Թովմաս առաքյալն է որ ասավ մինչեւ որ մատներս Հիսուսի մատ վերքերուն դեղը չտնեմ եւ անոր գողին չմցնեմ չեմ հավատար եւ Հիսուս իրեն երևցավ ասավ անհավատ մի լար այդ հավատացյալ իսկ Թոմաս առաքյալն ալ ասավ իմ դերս եւ Աստվածս Մատթեոս առաքյալն է որ սկիզբը ինքը ուրեմն տեքստ կհավաքեր մաքսավոր էր մաքս կհավաքեր եւ վերջը Քրիստոսի հետևեցավ եւ քրեց ավետարանը Մատթեոսի ավետարանը այստեղ Հակոբոս Ալփյան է հաջորդ երկու առաքյալները որոնց արձանները կանգնված են Հովանես առաքյալն է որ Հիսուսի սիրած աշակերտն էր եւ իր անունով Հովանու ավետարանը գրված է ինքը գրած է 3 նամակները ինչպես նաեւ նոր գդագարանի վերջին գիրքը հայտնություն Հովանու գիրքը այստեղ Բողոս առաքյալն է Բողոս առաքյալը որ Դամասկոսի ջամփում վրա Հիսուսը տեսավ ինքը որ երթար Դամասկոս հալածելու համար քրիստոնյաները սպանելու Հիսուսը տեսավ եւ դարձի եկավ սկիզբը գույրցավ վերջը աչքերը բացվեցան եւ Հիսուսի աշակերտ դարձավ այստեղ գտնվի սիրելներ Պետրոս առաքյալի արձանը Պետրոս առաքյալը իր ցերկի մեջ փանալիներ ունի որովհետեւ դերը իրեն
գաբելու եւ արցակելու փանալիները դվավ եւ ճիշտ դիմացը գտնվի Դեր Հիսուս Քրիստոսի արցանը եւ դա արաբերենով գրված է Թահալու իլեի ինձ եկեք բոլոր հոգնածներու ծանրաբեռնվածներ եւ ես հանգիստ պիտի տամ ցեզի իսկ այստեղ են սիրելիներ բարձունքի վրա գտեսնենք Աստվածամոր արցանը սկանչելի արցամը թող Աստվածամայրը բարեխոս լա մեր բոլորին օրը երկնքի մեջ պիտի տեսնենք Քրիստոս երկրորդ գալուստին Սուրբ Աստվածամայրը որ դարձավ խոնարհակույն գինը ադորամար գանանց մեջ երանելի գոչվեցավ այստեղ նոր ուրեմն եկեղեցիմը գանքնված է մոդեռն նոր ցևով ես քիչում վերցեզի միս եկեղեցինալ գտանին անպայմանորեն բայց բարձրանանք տեսնենք այն արցանը կամ արցանները որով Եգիպտոս փախուստներ հայր Հովսեփ եւ որ արավ Մայրիկ Աստվածածին եւ Եգիպտոս փախավ որբեսի Հիսուս մանուկը ազատեր Հերովթես մեծի գադաղութենեն որ ուզեց սպանել մանուկ Հիսուսը տեսեք բնությամբ լեցուն սկանչելի խաղաղ վայր է բոլոր ծառերը ծաղկած են Իրանի թե կարողանայի այս դեսահոլովակով ցեզի փոխանցել նաև փուրմունքը այս բոլոր ծառերուն ասոն գաղնի ծառեր են ահա սիրելներ կտեսնենք Եգիպտոս փախուստը գիտեք որ ուրեմն եւ որ մոքեր եկան եւ ասին Հերովթեսին Երուսաղեմ եկան Հերովթեսին ասին որ ուր ծնած է հрьяաներու թագավորը երբ Հերովթես կանչեց հрья քահանաները ստուգեցին դեսան որ Պետրեհեմ քաղաքի մեջ պիտի ծներ երբ իմացավ Հերովթես թագավոր ասավ մոքերուն կացեք դու գտեք թագավորը նորածին թագավորը երկրբակեցեք վերջը եկեք ինձ լուր դվեք որբեսի ես ալ երթամ եւ երկրբակեմ բայց այդպես կսեր որբեսի երթար եւ սպաներ Հիսուսը երբ մոքերը կացին Պետրեհեմ երկրբակեցին Հիսուսի սակայն հրեշտակը երևցավ անոնց երազով եւ ասավ որ մի վերադառնաք Հերովթեսի անոնք ուրիշ ճամփով կացին արևելք Հերովթես երբ տեսավ որ խապվեցավ հրահանգ տվավ որ 2 տարեկանին վար բոլոր մանուկները սպանեն մինչ այդ հրեշտակը երևցավ հայր Հովսեփի եւ ասավ որ ար մանուկը եւ իր մայրը եւ Եգիպտոս փախիր մինչեւ որ Հերովթեսը մահանա ատկե վերջ ետ կվերադառնա կահա Մայրիկ Աստվածածինը Հիսուսը կրգած շուրջ 2 տարեկանի չափեր Եգիպտոս կփախչի կտեսնեք սիրելներ Աստվածամոր արցանը սկանչելի բարձրանանք այժմ տեսնելու համար Քրիստոսի խաչելության պատկերը կամ արցանը այստեղ սկանչելի վայր է խորհրդածելու եւ դիրոջ հետ լալու
իսկապես որ արցաներու ջամփով բոլոր բաղությունները գվեր հիշվին, ահա գտեսնեք Քրիստոսի խաչապայդեն վարիչնելն է, իջեցնելն է, Մայրիկ Աստվածածինը խոր ցավի մեջ, դրդմության մեջ, Մարիամ Մագդաղենացին, Հովանես աշակերտը դխուր վիճակի մեջ, հարյուրաբեդը, որ հավատաց Քրիստոսի Աստվածության եւ ըսա որ արդար եւ անիգա է ճշմարիտ Աստծովորտին, խաչապայդը եւ Հիսուսի գողքին խաչված երկու ավազակները, Ծախագոմյան ավազակը, որ դժբախտաբար գործվեցավ, որովհետև չաշխարեց Հիսուսին ասավետետուն Աստծովորտի ես, տուն քեզ ազատ է, մեզ ազատ է, մինչդեռ Աչագոմյան ավազակը ապաշխարեց Քրիստոսի հավատաց եւ ասա որ դեր հիշես իսկ երբ որ արքայության պատկաս եւ դեր ասավ ճշմարիտ կսեմ այսօր տուն ինձ հետ պիտի լաս տրախտին մեջ ահա սիրելներ տեսեք սկանչելի ներկայացում Քրիստոսի խաչելության Խաչի քո Քրիստոս Երգիր բականեմ եւ սուրբ չարչարանացդ քո Փարավորեմ եւ սուրբ խաչելությունդ քո մեծացուցանեմ Եգայք հավատացյալ Երգրբակ Հեսուկ Քրիստոսի Աստուծո մերո վասնզի եգնիցերն խաչին յուրոշնորյաց բարգև աշխարհի սուրբ Աստված սուրբ եւ հզոր սուրբ եւ անմա որ խաչեցար վասն մեր ողոր միամես Փառք Սուրբ խաչիդ հալելույա խաչեցելույթ հալելույա Սուրբ հարության հալելույա Նշանեցավ արմեզ լույս երեսացկոց եւ եդուր ուրախություն սրդից մերոց Իբդղոց օրենոքին ո եւ ցիթո յուրյանց լծուցերը հզնոսա Փառք Սուրբ խաչիդ հալելույա խաչեցելույթ հալելույա Սուրբ հարության հալելույա Փառք Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիդենից ամեն Ալելույա ալելույա Թող դերը սիրելներ օրհնեմ ես բոլորս ինք որ մեզի համար գրեց այս բոլոր չարչարանքները նեղությունները ցավերը Փառքը լա իր խաչելության փառքը լա իր թաղման փառքը լա իր սուրբ հարության որովհետև դերը իր խաչով եւ հարությամբ կյանք շնորհեց մեզի այժմ երթանք սիրելներ
Հիսուսի հարության արձանը տեսնելու ինչպես ասի բացառիկ վայր է այս մզիարան դիպարանը շատ սուրբ վայրեր ունի շատ սուրբ վայրեր եւ իբադիվ մարոնիտ ժողովրդին որ քրիստոնյա ժողովուրդն է այստեղի սիրելներ իրենց սրբավայրերուն հանդեպ մեծ հարկանք նվիրում սրբություն ունին եւ իսկապես որ մեծ խնամ կդանին ադիգան նախանցելի արարք է եւ մենք ալ պետք է նույն ցևով վերապերինք մեր հայկական սրբություններուն հետ հսկա դարածք է եւ այդ հսկա դարածության մեջ ամեն անգամ դարվեդարի գավելնան սիրելներ արցաններ գավելցվին Դեր Հիսուս Քրիստոսի կամ ավետարանական կյանքի են առնված զանազան դեպքերով եւ պատկերներով ահա հասնենք Հիսուսի հարությունը խորհրդանշող վայրը Այստեղ սիրելներ մինչ այդ մեր ճանապարհին ուրիշ թեփ մը գա ուրեմն շնացող գնոջ բացմությունն է որ Հովանու ավետարանի 8-րդ գլխում մեջ կարտանք եւ որ փարիսեցիներ հրյա ղեկավարներ եկան եւ Հիսուսի ասին որ ինչ կսես վարտաբեդ պետք է քարգոծենք այս շնացող գինը կամ ոչ որտեղ մովսիսական օրենքը գսեր որ ով որ շնություն գներ պետք է քարգոծելով սպաննվեր եւ Հիսուսը ասավ ցեզմե տեսեք արդեն ցերկը աչ ցերկը գսե ցեզմե անոր անմեղն է թող այս գնոջ վրա տեսեք ցախ ցերկը ցույց կտա գինը որ սարսափի վախի մեջ է շնացող գինը գսե ով որ ցեզմե անմեղ է թող առաջին քարն է Եվ այս մարդիկը, որ իրենց քարերը վերցուցած էին, որբեսի նեդեին այդ գնոջ վրա, տեսեք քարերը մեկ կեդին գտնեն, որտեվ իրենք ավելի մեղավոր էին, քան միան այդ գինը սկանչելի թրվակմը Քրիստոսի ողորմության, Քրիստոսի ներումին արդահայտություն եղող թեփք իսկապես ալդերը սիրելներ այդպես ողորմած է մեզ մեր յուրաքանչյուրին հանդեպ դերը մեր գադարած մեղքերուն համաձայն չէ որ մեզ հետ կվերապերի կամ կբաչե մեզ այլ դերը ողորմություն կցուցաբերե որովհետև չուզեր մեր գորուստը այլ դերը գուզե մեր փրկությունը մեր թարցը իրեն մեր ապաշխարությունը եւ որքան կարեւոր է որ մենք ամենք սալ ապաշխարության արդյունքով դիրոջ թիմենք հարության այս 40-օրյա շրջանի մեջն ենք եկեք մենք ալ սիրելներ հարության շունչով դիրոջ դիմաց կանք ահավասիկ այս վայրի մեջն է Հիսուսի հարության այն թեփքը
Գիտեք որ դերը եւ որ խաչվեցավ եւ թաղեցին զինք շաբաթ օրով որ հрьяաներուն արգելված էր աշխատելը հрья ղեկավարները գգարտանք Մատթեոսի ավետարանի մեջ կացին Բիղադոսի մոտ եւ ասին որ քեզմե զինվորներ գուզենք որ Քրիստոսի քերեզմանին վրա հսկողությունն են բահագությունն են որտեղ մենք լսած ենք թե ինքս որ երրորդ օր հարություն մի առնեմ հետեւաբար բահակներ տնենք որ չլա որ քիշերով աշակերտները կան կողնան անոր մարմինը վերջիսին հարություն արավ եւ երրորդես ներողություն Բիղադոս կառավարիչ փարգացած ասավ թուք զինվորների կացեք ինչ կուզեք գրեք եւ զինվորներ նշանակեցին Հիսուսի քերեզմանին վրա բահակներ նշանակեցին եւ գնքեցին թուրը մուտքը սակայն ահա միաշաբաթի առավոտ կանուխ հզոր երկրաշարժ եղավ Տեր Հիսուս Քրիստոս ինք հարություն արավ օրհնյալ է Աստված եւ զինվորները դեսան այդ բոլորը դեսան երկինքեն իջած հրեշտակը եւ զարհուրեցան կացին հрья ղեկավարներուն լուր տվին որ այդպես պատահեցավ թե Հիսուս հարություն արավ հрья ղեկավարներն ալ սարսափելով ասին որ ցեզի տրամ գուտանք լիքը փող դվին լիքը տրամ դվին ասին եւ որ ցեզի մեկը հարցնեցեք որ մենք քնացած էինք քիշերով իր աշակերտներ եկան եւ կողցան անոր մարմինը բայց Հիսուս հարություն արավ սիրելներ եկեք մենք ալ փառավորենք հարուցյալ դերը որովհետեւ Քրիստոս իր հարությամբ հաղթեց մահվան ինչպես ժաբամուդի մեջ կսենք Քրիստոս արյավ իմերելոց մահվապ զմահ գոխիած եւ հարությամբ նյուրով մեզ զգյանս բարգեւյաց նմա փար կավիդյանս ամեն մենք ալ օրմը Քրիստոսի հետ հարություն պիտի արդենք ու հավիտենական կյանքը պիտի ժառանգենք եկեք միասին Քովյա Երուսաղեմ ըսդերը երգենք Քովյա Երուսաղեմ ըսդեր հարյավ Քրիստոս իմերելոց ալելույա եկայք ժողովուրդ երկեցեք դյան ալելույա Փառքոր եւ օրդվո եւ հոգվույն սրբո այժմ եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից ամեն հարուցելույնի մերելոց ալելույա որ աշխարհս լուսավորյաց ալելույա ալելույա Տիրոջ սուրբ հարության օրհնեցեք քովեցեք եւ բարձ արարեք ըզնահավիդյան ամեն Աստված ցես տողորտնես սիրելիներ քիչ մվերջ նաեւ ցես կներկայացնեմ եկեղեցվո մյուս բաժինները Քրիստոսի հարության շունչով զորավոր մնացեք օրհնյալ եղեք